Կարծում եմ, որ շարժառիթները կարող են լինել տարբեր, բայց իմ պատկերացմամբ ամենակարևորը քաղաքական շարժառիթներն են դրանք, թե դրանք ինչ նպատակ են հետապնդում, արդեն չեմ կարող ասել, կերևա հետո, post factum արդեն կարող են գնահատողական մոտեցումներ կատարել, կամ գնահատողական հասկանալ, թե ինչու եւ ինչի համար է ամեն ինչ արվում։ Պողոս Սարգսյան, ի վերջո իրավաչափ էին արդյոք այս գործողությունները, մասնագիտորեն եթե վերլուծենք։ Իհարկե իրավաչափ էին եւ իմ գործընկերները, որ հիմա ներգրաված են arczepiskopos Աջապայանի պաշտպանությանը, կներկայացնեն կարծում եմ դատարանի դահլիճում, խափամամիջոցի քննարկման ժամանակ, իհարկե դրանք իրավաչափ չէին, այսպես ասեմ, դրանց չխորանալով մասնագիտական որևէ այդպես ավելի բարդ տերմինոլոգիայի մեջ։ Պարոն Սարգսյան, հաշվի առնելով, որ նախորդիվ եղած ձերբակալությունների եւ կալանավորումների առնչությամբ նաեւ ստանձնել էիք պաշտպանի հանձնառություն, ես չեմ հիշում կոնկրետ որ կալանավորվածների անունները կնշեք։ Հրայր Սարգսակ Հակոբյանի եւ Աղվան Արշակյանի։ Սա կարող ենք համարել հենց այդ գործի շարունակությունը այդ համատեքստում, այսինքն ընդդեմ եկեղեցու Փաշինյանի հրահանգի հետևանք։ Իհարկե կարող ենք համարել, դա այդպես էլ կա, այսինքն տրամաբանության մեջ էլ են շարունակումը, եւ սա շարունակություն ունենալու է նաեւ։ Ինչպես կանխել, որպես քաղաքացի։ Կանխել ես չեմ կարող ասել, ուղղակի յուրաքանչյուրը պետք է կարողանա իր չափի մեջ մնա, այսքան բան ես սա կարող եմ ասել, կանխելու համար բան պետք չի, այսպես ուժ պետք չի գործադրել, յուրաքանչյուրը պետք է հասկանա որտեղ է գտնվում եւ ինչ է անում, ինչով է զբաղված։ Միքայել Սրբազանին են վերագրելու ահաբեկչության մեջ եւ կալանավորելու։ Ես այս պահին չեմ կարող ասել պաշտոնական մեղադրանքը ինչա կամ ոնց է, ես միայն կարող եմ ասել այն ինչ որ arczepiskoposին մեղադրում են, դա շատ ավելի վաղուց է եղել եւ ժամանակին այդ մասով որևէ հետապնդում կամ քրեական հետապնդում չի եղել։ Ինչու են հիմա հիշել, այս պատեհ ժամանակ կամ անպատեհ ժամանակ չեմ կարող ասել։ Այնուամենայնիվ խնդիրը կայանում է նրան, որ դա ունի որոշակի նպատակ։ Դանիել Յոհաննիսյանի գրառումը, եթե տեսել եք, ամենափաստաթղթերով է ներկայացել, որ իրենք դեռ նախորդ տարի դիմել էին եւ դատական իշխանությունը չէր բավարարել հայտ նշելով, որ որևէ հանցակազմ չկա եւ հիմնավորում չկա։ Ու ինքը ասում էր, որ փաստաբանական թիմը հիմա կարող է այս փաստաթղթերը օգտագործել, ցույց տալ, որ քաղաքական որոշակի ենթատեքստ կա։ Նայեք, տեսեք Դանիել Յոհաննիսյանի ես չգիտեմ, չեմ տեսել թե ինչ է ներկայացել, բայց ենթադրում եմ, որ խոսքը որոշման մասին է, դատավարական որոշման մասին է, նույն հայտարարության վերաբերյալ եւ օրենքով նախատեսված կարգով, եթե նախինում իրավապահ մարմինները հրաժարվել են քրեական հետապնդում իրականացնելուց կամ քրեական վարույթ նախաձեռնելուց, հետեւաբար դա ներկայիս քրեական վարույթը բացարձակ ինչով եմ ասում, բացառող հանգամանք է, հետևաբար այս քրեական վարույթը, որը նախաձեռնվել է, չէր կարող նախաձեռնվել եւ դա տանում է ուղիղ հանցակազմի բացակայության այնպես, ինչպես եղել է նախկին որոշման մեջ։ Ո՞ց են հիմա մեղադրանքը պաշտպանելու։ Հիմա մեղադրանքի պաշտպանությունը չի, հիմա միջդատական վարույթ է, նախաքննության փուլն է։ Վարույթը բացառող հանգամանքի առկայության պայմաններում ես չեմ կարող ասել, թե որտեղ անվանությամբ են շարժվում, որտեղ այստեղ աշխատում են եւ կոնվենցիոն դրույթները, մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական կոնվենցիայի դրույթները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ քրեական դատավարության օրենսգիրքը։ Պարոն Սարգսյան, անդրադառնալով դատավորին եւ նրա կանխատեսելիությանը, Մասիս Մելքոնյանի մասին եմ նշում, սա բացարկի հիմք չէ, հաշվի առնելով նախադեպերը, աղմկահարույց տարբեր գործերով, որ նա ուղղակի տակել է որոշումները։ Իհարկե բացարկի հիմք է, պաշտպանական թիմը կարող է բացարկ հայտնել իմ պատկերացմամբ եւ բացարկի համար բավականին շատ նաեւ հիմնավորումներ կան, որոնց հիմա ես պարզապես չանդրադառնամ, հենց հանրային լայն լսարանը ունի այդպիսի տվյալներ, որոնք հասանելի են եւ պաշտպանական թիմին եւ նաեւ նույն վարույթն իրականացնող մարմիններին։ Այնպես որ բացարկի հիմքերը, հիմնավորումները բավականին շատ են։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։